Դեկորներ ու դիմակներ թատրոնից, հագուստներ ու էսքիզներ ֆիլմերից, գլխագրեր ու ներդիրներ հեռուստատեսությունից։ Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում են թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության նկարիչների ստեղծած հին ու նոր աշխատանքները։ Մեզ մոտ ցուցադրվում են այսօր տարբեր սերնդի արվեստագետներ, հետարքիր ցուցահանդես եւ շատ կարևորում եմ մեր բաժնի ու տարբեր բաժինների աշխատանքը եւ մարտ ամիսը ինչպես տեսնում եք մեզ մոտ շատ բուրն է խմբակային ցուցահանդեսներով եւ այս ցուցահանդեսը եւս մաս է կազմում այն աշխատանքի, որը մենք իրականացնում ենք եւ մենք կարևորում ենք, որպեսզի այն բաժինները, որոնք ընդգրկված են Հայաստանի նկարիչների միության կազմում, կարողանան հնարավորություն ունենալ ցուցադրվելու եւ հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները։ Ներկայացված է 23 նկարչի ավելի քան 50 աշխատանք։ Ցուցահանդեսը նաև մի քանի տարվա գործունեության յուրահատուկ հաշվետվություն է։ Ներկայացված գործերը հիմնականում ծանոթ են արվեստասեր հանրությանը, որոնք հաճախ են թատրոն այցելում, ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ դիտում։ Նկարիչների բարդ ու պատասխանատու աշխատանքը գնահատելու ժամանակն է։ Այս աշխատանքները այն փոքրիկ մասն են մեր բաժնի նկարիչների, ովքեր աշխատում են տարբեր թատրոնների հետ եւ իրենց աշխատանքը տարբեր մասնագետների, տարբեր վարպետների միջոցով են բեմ բարձրանում եւ վերջնական գնահատականը տալիս է հանդիսատեսը։ Ցուցասրահում մեծ տեղ են զբաղեցնում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Ամո Խարազյանի անվան դրամատիկական, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնների ներկայացումների համար ստեղծված գործերը։ Հասմիկ Գասպարյանն ընդգծում է, սա բացառիկ հնարավորություն է տեսնելու, շոշափելու թատրոնից, կինոյից եւ հեռուստանախագծերից մեզ ծանոթ այս ցուցանմուշները։ Ներկայացված են նաեւ նկարիչներ, ում գեղարվեստական գործերն են կախված։ Ունենք տարբեր զգեստներ, կոստյումի էսքիզներ եւ ամենակարևորը թատրոնի նկարչի համար դա մանրակերտն է, որը ներկայացված է մի քանի գործով, ստենդներում, շատ բավականին բարձրորակ աշխատանքներ են։ Նկարիչների միությունից արվեստասերներին հորդորում են բաց չթողնել թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության հետկուլիսյան կյանքի հետաքրքիր դրվագները բացահայտելու եզակի հնարավորությունը։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։